Ծափաթաղի 3-ամյա Տիգրանին սպանել է հայրը, խորհրդարանում հայտնել է ներքին գործերի նախարարը։ Արփինե Սարգսյանի խոսքով տղային հայրը խեղդամահ է արել, փոքրիկին 6 օր անց գտել էին մահացած Հարևան Ջիլ գյուղի տարածքում։ Երեխայի հայրը խեղդամահ անելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Այս պայծրությամբ այլ տվյալ հանրայնացնելուց կխուսափեմ, բայց ուզում եմ նաև շեշտել, որ այս վարկածը ի թիվս այլնի առաջին իսկ օրվանից եղել է մեր ուսումնասիրության շրջանակներում, ընդ որում ես նաև նշեմ, որ մենք Այո, կհիշեք, որ եղբայրը, որ նաև ուներ որոշակի առողջական խնդիրներ, բարբերաբար ռեակցիաներ էր տալիս, ներգրավել էինք նաև համապատասխան մասնագետ, որպեսզի հոգեկան առողջական վիճակի վրա լրացուցիչ ծանրաբեռնվածություն որպես այդպեսին չառաջանա եւ մենք կարողանանք պատշաճ կերպով ստանալ տեղեկատվություն փոքրիկից, եթե նրան որևէ բան հայտնի է, եւ այս պայծրությամբ շատ նախնական տվյալներով երկու եղբայրները դուրս են եկել տանից, հետո հորն են հանդիպել եւ հայրը խեղդելու ճանապարհով սպանել է փոքրիկին։ Նշեմ, որ երեխայի հայրը նշել է, որ ներընտանեկան որոշակի հարցադրման շրջանակներում է վրա հասել դեպքը։ Ես խնդրում եմ, որ մենք պատշաճ կերպով գնահատենք իրավիճակը, այս պայծրությամբ ես այլ տվյալ հանրայնացնել չեմ կարող։ Դիլիջանում Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով հոսպիտալացված 30 քաղաքացիներից 20-ը առաջին բուժօգնություն ստանալուց հետո դուրս է գրվել։ Վիրավորներից 9-ին շտապ օգնության մեքենաներով տեղափոխել են Երևանի հիվանդանոցներ, դրանցից մեկին վիրահատել են, վիճակը կայուն ծանր է, եւս 3 հոգու վիճակը միջին ծանրության, հայտնել է առողջապահության նախարարությունը։ Ավտոբուսում Վալերի Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողներն են եղել։ Մեքենան կողաշրջվել ու ձորներ ընկել սողանքի պատճառով։ Հայաստանի վարչապետը որոշել է Հովանավանքից բացի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում պատարագի մասնակցել։ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ մյուս կիրակի մասնակցելու է Տեր Թադե Թաղմասյանի պատարագին։ Հաջորդ կիրակի օրը Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում կմասնակցեմ Տեր Թադե Թաղմասյանի ձեռամբ մատուցվող Սուրբ եւ Անմահ պատարագին, որի ընթացքում մենք աղոթք կբարձրացնենք առ Աստված մեր բոլոր ընկած զինվորների, հոգիների խաղաղության եւ հանգստության համար։ Տեր Թադեն անցած ամիս էր հայտնել, որ միանում է արդեն Հովանավանքի կարգալույց հոգևորականին ու աջակցում Հայաստանի վարչապետի հակաեկեղեցական արշավը։ Նա երեկ Նիկոլ Փաշինյանի հետ Հովանավանքում մասնակցել է կարգալույց կահանայի կեղծ պատարագին։ Կարգալույց քահանան հայտարարել է, որ առաջին տեղում պետք է լինի պետությունը, հետո եկեղեցին ու դա բացատրել Արցախի օրինակով։ Մեզ համար առաջին տեղը պետք է լինի պետությունը, պետականությունը, իսկ երկրորդ տեղը մեզ համար պետք է լինի մեր եկեղեցին, որովհետև տեսեք, մի փոքր կարող է քաղաքականը չէ, բայց պիտի ասեմ, Արցախը չուներ պետականություն, բայց ուներ եկեղեցիներ։ Պետականություն չունենալու հետևանքով մենք կորցրեցինք մեր եկեղեցիները եւ նաեւ այն իրավունքը, որ այնտեղ մենք Աստծուն պաշտենք։ Համացանցում հայտնվել են թռչնի թռիչքի բարձրությունից արված կադրեր, թե որքան մարդ է մասնակցել Հովանավանքում Հայաստանի վարչապետի հետ կեղծ պատարագին։ Ակնհայտ է, որ հանրային աջակցություն չի վայելում իշխանության սկսած հակաեկեղեցական արշավը։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է Հայաստանի վարչապետի հայտարարությանը, թե KGB-ն է մեղավոր ցեղասպանության համար։ Զախարովան հիշեցրել է. մեջբերում KGB-ն ստեղծվել է 1954 թվականին, իսկ հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում սկսվել է 1915 թվականին, KGB-ի ստեղծումից գրեթե 40 տարի առաջ, նշել է նա։ Ձերբակալվել են ամենայն հայոց կաթողիկոսի 68-ամյա եղբայրն ու նրա որդին։ Նրանց մեղադրում են խուլիգանության եւ վաղարշապատի ավականու ընտրության քարոզարշավի ընթացքում տեխնացուի քարոզչությանը խոչընդոտելու համար, հայտնել է փաստաբան Արա Զուրաբյանը եւ հրապարակել այս տեսանյութը որպես ապացույց, որ քարոզչությանը խոչընդոտում չի եղել։ Վեհապարի եղբոր ու նրա որդու դեմ ոստիկանություն ցուցմունք է տվել Հանրապետություն կուսակցության տեխնացու Հարություն Մկրտչյանը։ Ցանցանք թույլ տված անձանց նկատմամբ Երևանում 935 քաղաքացու տուգան
հանել են երկթուղայինի ուղեբազդը չվճարելու, այլ անձի ուղետոմս օգտագործելու, վճարային միջոց ունենալու, սակայն չվավերացնելու համար։ Տուգանված մոտ 1000 քաղաքացու մասին տվյալները այսօր հրապարակել է Քաղաքապետարանի հասարակական կարգի պահպանության ծառայության պետի պաշտոնակատար Ավետ Բաբայանը։ Տուգանքի որոշումը չեղարկելու 100 դիմում է ստացվել, բավարարվել են 11-ը։ Չենք կարող չանդրադառնալ։ Հայաստանում թմրամիջոցի ապօրինի շրջանառության դեպքերն աճել են 391-ով, զենքի եւ զինամթերքի ապօրինի կրման դեպքերը 249-ով, սակայն միևնույն ժամանակ աճել է հանցագործությունների բացահայտման դեպքերը։ Օրինակ, մեքենաներից գողություն կատարող 16 խումբ արդեն բացահայտվել է, հայտնել է ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը խորհրդարանում։ 2025 թվականի 9 ամիսների հաշվարկով մենք գրանցված հանցավորության ընդհանուր պատկերում ունենք լատենտային համարվող հանցագործությունների բացահայտման էական աճ, այսինքն այն հանցագործությունները, որոնք 2024-ին, 23-ին հիմնականում եւ նաեւ նախորդ տարիներին եղել են լատենտային հանցագործություններ, 25 թվականի 9 ամիսների կտրվածքով մենք ունեցել ենք բացահայտումներ եւ ըստ այդմ հանցավորության ընդհանուր գրաֆիկում այս խումբ հանցագործությունները նկատվում են աճի տեսքով։ Աֆղանստանում կեսգիշերին 6.3 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է եղել, կա ավելի քան 20 զոհ, վիրավորների թիվը հասել է 300-ի։ ԱՄՆ-ն Ուկրաինային տոմահավաք չի տրամադրի։ Նախագահ Դոնալդ Թրամփը չի փոխել իր որոշումը։ CBS News-ին Թրամփն ասել է, որ չի մասնակցի ռուսական սառեցված ակտիվների բռնագրման շուրջ քննարկումներին։ ԱՄՆ առաջնորդը Ռուսաստանի եւ Չինաստանի իր գործընկերներին անվանել է ուժեղ ղեկավարներ։ Երկուսն էլ կոշտ են, երկուսն էլ խելացի ուժեղ առաջնորդներ են։ Նրանք այն մարդիկ չեն, որոնց հետ կարելի է խաղալ։ Թրամփը շեշտել է, որ ձգտում է հասնել մի իրավիճակի, երբ աշխարհի առաջատար տերությունները կսկսեն զինանոցների կրճատման գործընթացը։ Որպես աշխարհի խոշորագույն միջուկային տերություն, Միացյալ Նահանգները պետք է նախաձեռնի ապա միջուկայնացման քայլեր, ասել է Թրամփը, միևնույն ժամանակ հայտարարել, որ ԱՄՆ-ն մյուս երկրների նման միջուկային զենքի փորձարկումներ է անել։ Իրանի նախագահը խոստացել է վերականգնել միջուկային օբյեկտները։ Կվերականգնենք եւ կդարձնենք ավելի հզոր։ Գիտությունը մեր գիտնականների գլխում է, օբյեկտների ոչնչացումը ոչինչ չի փոխի, ասել է Մասուդ Փեզեշքյանը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդել էր, թե ամերիկյան հարվածների հետևանքով Իրանում ոչնչացվել են միջուկային օբյեկտները։ Արևմուտքում լրջորեն անհանգստացած եւ վախեցած են ռուսական նորագույն սպառազինությունից։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի խոսքով Բուրևիստի քրթիրի ցուցադրությունից հետո արևմտյան երկրները լուրջ են եւ դա թաքնված վախի դրսեւորում է։ Զախարովայի այս խոսքերը պատասխանն են այն քննարկումների, որոնք ծավալվել են, երբ Ռուսաստանը ցուցադրել է ռազմական իր ներուժը։ Քննարկումներն ավելի սրվեցին Պոսեյդոն միջուկային տորպեդի հաջող փորձարկումից հետո։ Агрессию в прямом смысле. Шановні українці, українки. Ուկրաինան Գերմանիայից Patriot Hop համակարգեր է ստացել։ Telegram ալիքում հայտնել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Նա շնորհակալություն է հայտնել կանցլեր Ֆրիդրիխ Մերցին պայմանավորվածությունները կյանքի կոչելու համար։ Домовленості, вони виконані. Ռոմի Պապ Լեո 14-րդի արձանը տեղադրվել է հյուսիսային Պերուի Չիկլայո քաղաքում։ Արձանն ունի 5 մետր բարձրություն եւ կառուցվել է տարածաշրջանի մշակութային ու կրոնական ինքնությունը ամրապնդելու նպատակով։ Պերուի կոնգրեսը Չիկլայո քաղաքը պաշտոնապես հռչակել է Ռոմի Պապ Լեո 14-րդի հոգևոր ծննդավայր։ Քանդակի բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու նոյեմբերի 13-ին։